Azerbaycan-Ermenistan barış sürecinde Հայաստանն ու Ադրբեջանը այժմ քննարկում են Զանգեզուրի միջանցքի հարցը, երբ դա եւ Հայաստանի սահմանադրության հետ կապված խնդիրները լուծվեն եւ խաղաղության պայմանագիրը վերջնականապես ստորագրվի, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը։ Երեկ Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Հական Ֆիդանը հաջորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ։ Կրկին բարձր գնահատելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միաժամանակ ընդգծել է։ Անկարան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ քայլ անելու բացել սահմանը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ Երևանն այդ դեպքում այլևս շահագրգռված չի լինի արձագանքել Բաքվի պահանջներին։ Kardeş Azerbaycan'la müstesna ilişkilerimizi Մենք շարունակում ենք գործել մեր դաշնակից Ադրբեջանի հետ համակարգված եւ համերաշխ Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ջանքերում, ներառյալ Ղարաբաղի վերակառուցումն ու վերածնունդը։ Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ եւ կառուցողական մոտեցումը մեր երկրի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ եւ անկեղծորեն առաջ ենք մղում համատեղ ջանքերը կոնկրետ քայլերի ուղղությամբ։ ilişkilerini normalleştirme konusunda açık ve istekli bir duruş gösteren Ermenistan'la Արտգործնախարարի դիվանագիտական այս ձևակերպումներով ելույթին խորհրդարանի հիմնականում ընդդիմադիր ու քրդամետ կուսակցությունների մի քանի պատգամավորներ արձագանքել են ուղիղ հարցերով։ Ինչ է անում Թուրքիան Զանգեզուրի միջանցքը բացելու կամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Բուրսայից ընտրված պատգամավոր նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ապագա կուսակցության անդամ Ջեմալ Հետին-Թորունը զուգահեռներ է տարել հայ-թուրքական հաշտեցման եւ Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի տևական ջանքերի հետ ընդգծելով երկու հարցերում Անկարան պետք է առաջընթաց արձանագրի։ Հայաստանի հետ հաշտեցումը նաև քայլ է տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ, ասել է նա մանրամասնելով։ Փակ սահմանի բացումը կընդարձակի Թուրքիայի թե տնտեսական, թե դիվանագիտական հնարավորությունները։ Կարսը, Իգդիրը, Էրզրումը, Արդահանը դրանից առաջինը կշահեն։ Այս նահանգները կարող են փրկվել գործազրկության, աղքատության եւ լճացման տարիներ շարունակվող ճիրաններից միայն սահմանին աշխուժության դեպքում, նկատել է մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր։ Ձախակողմյան ազատություն եւ համերաշխություն խմբակցության անդամ Սարուհան Օլունչն էլ կոնկրետ հարց է դրել։ Ինչու Անկարան չի ուզում հաջորդ տարվանից արդեն քայլեր ձեռնարկել Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում արկա երկաթգծերը շահագործելու ուղղությամբ։ Kayımın, Batman kayımının meselesi değildir. Այժմ Փաշինյանի կառավարությունը առաջարկում է բացել Մարգարակորնիձոր գիծը, որը կապահովի Թուրքիայից Ադրբեջան ուղիղ ցամաքային փոխադրումներ։ Այս երկաթգծի բացումը կբարձրացնի խաղաղության հանդեպ հավատը եւ կհեշտացնի թուրքական գործարար համայնքի մուտքը Ադրբեջան եւ Հայաստան, ինչը շատ կարեւոր է։ Անտալիայից ընտրված պատգամավորը նաեւ առաջարկել է, որ Թուրքիան վճռական դեր ստանձնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող Թրամփի ուղու շահագործման հարցում։ Մեր համոզմամբ անհրաժեշտ է ստեղծել համակարգող մեխանիզմ եւ շատ կարևոր է, որ այնտեղ Թուրքիան լինի հիմնադիր անդամ, ասել է նա։ Արդահանից ընտրված ընդդիմադիր Օղգյու Էրդեմ Ինջեսուն գրեթե ողջ ելույթներ այս թեմային նվիրել։ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված փաստաթուղթը հստակ ասում էր, որ Զանգեզուրի միջանցք է բացվելու։ Հանրությանն էլ բացատրվել էր, որ սա լինելու է ռազմավարական ուղի, խոշոր տնտեսական ու լոգիստիկ հնարավորություններ բացելով Թուրքիայի համար։ Թեև տարիներ են անցել, միջանցքը դեռ չի բացվել, պնդեց նա կոնկրետ հարցնելով. ինչ է լինելու այս միջանցքի հետ, երբ է այն բացվելու, որ փուլում է եւ ով է մեզ ասելու ճշմարտությունը։ Bazı çevrelerin koridora Trump koridoru ya da Trump route. Այստեղ մեկ այլ հարց էլ կա։ Հայտարարվեց, որ այն կոչվելու է Թրամփի անունով։ Հիմա կբացատրեք, մեր կառավարությունը Թուրքիայի ինքնիշխան շահերն է առաջ տանելու, թե Վաշինգտոնի ակնկալիքները, որովհետև կարևորը ոչ թե դրա անունն է, այլ թե ինչ առավելություններ է այն տալու Թուրքիային։ Başkentte değil. Ankara'da Türkiye Büyük Millet Meclisi'ne belirlenmiş. Ի պատասխան Թուրքիայի արտգործնախարարը հրապարակավ փաստեց, որ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի եւ Բաքվի միջև վերջնական համաձայնություն դեռ չկա, կողմերը բանակցում են։ Թուրքիան միայն նպաստում է այդ բանակցություններին, պնդեց Հական Ֆիդանը։ Kadim bağlara sahip olduğumuz Türk dünyası Երբ մեզ քննադատում են Զանգեզուրի միջանցքի հարցում, տպավորությունն է, թե դա մի հարց է, որը գտնվում է մեր ինքնիշխանության ներքո։ Ոչ, տարածքը Հայաստանում է, հավակնորդը Ադրբեջանը։ Մենք որպես միջնորդ ենք հանդես գալիս երկու կողմերի համար, քանի որ այդ ճանապարհը նաև մեզ է անհրաժեշտ։ Զանգեզուրի միջանցքը ներկայումս ակտուալ հարց է, հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թրամփն այն բարձրացրեց Վաշինգտոնում։ Միջանցքի հարցակարգի նախնական ընդունումը չափազանց կարևոր էր Ադրբեջանի ազգային շահերի համար, սակայն թույլ տվեք բացատրել։ Մի շարք
Որոշակ հարցեր դեռ մնում են մութ, մասնավորապես ինչ բնույթ է ունենալու այդ միջանցքը, ով է այն շահագործելու, ովքեր են լինելու գործընկերները։ Ֆիդանը բավական մանրամասն ու հստակ արձագանքեց նաև Հայաստանի սահմանը բացելու հորդորներին, ընդգծելով Անկարան դրան չի գնա, քանի դեռ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը վերջնականապես չի ստորագրվել։ Զանգեզուրի միջանցքն ու Հայաստանի սահմանադրության հարցը դուրս են մնացել Վաշինգտոնյան փաստաթղթերից։ Երբ դրանք լուծվեն, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղություն հաստատվի, մենք էլ մեր քայլը կանենք, հայտարարեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Մենք սա անում ենք հետևյալ պատճառով։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանի բացումը եւ տնտեսության վերականգնումը կարեւոր են Հայաստանի համար։ Եթե մենք հիմա կարգավորենք հարաբերությունները, մենք Հայաստանին կզրկենք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենահիմնավոր շարժառիթից։ Դա կարող է բերել տարածաշրջանում սառեցված հակամարտության, ինչը մենք չենք ուզում։ Միաժամանակ Ֆիդանը պնդեց, թե այս ընթացքում Անկարան սեփական տարածքում նախապատրաստական ու տեխնիկական աշխատանքներն արդեն արել է եւ գործնականում պատրաստ է սահմանի բացմանը, երբ հայ-ադրբեջանական խնդիրները լուծվեն։